Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս պահին ես զրուցում քաղաքական գործիչ Արա Վարդանյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Վարդանյան մեր հավերն ընդունելու համար։ Օրս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, այդ թվում հարցազրույցեր տալիս մեր լրատվամիջոցին, պատասխանեց 2 ժամ 15 րոպե գրեթե խոսեց, հարցերի պատասխանեց։ Այդ 2 ժամ 15 րոպեի ձեր կողմից առանձնացված կարևորագույն ուղերձները։ Շնորհակալ եմ Բորիս ջան հրավիրի համար։ Նախ միջև հարցազրույցին անցնելը պետք է ասեմ, որ հայր եւ որդի բավականին լուրջ ջղաձգումների մեջ են գցել ամբողջ ԿՊ-ն, եթե Լևոն Քոչարյանի ազգային ժողովում ունեցած ելույթից հղիացել էին միայն պատգամավորները ԿՊ-ական, ապա նախագահ Քոչարյանի հարցազրույցից հետո հղիության են ցույց տալի ամբողջ ԿՊ անձնակազմը։ Սա էլ է եւս ընտանիքի մասին բավականին դրական ինչ-որ ազդակներ բերող բան է, թե ինչ բեղմնավորիչ է իրենց ելույթները ԿՊ-ականների համար։ Ընդ որում նաեւ պետք է անպայման նշենք, որ սպասված խոսք էր նախագահ Քոչարյանինը, ընդհանրապես ինձ թվում է, որ մեր քաղաքական դաշտը կարծես թե մահանում է, երբ որ ժողովուրդը չի լսում տրամաբանված, հետարքիր եւ ծրագրային ելույթներ քաղաքական գործիչներից։ Օրինակ ես վերջերս բավականին հաճախ Բորիս ջան տեսնում եմ, որ Facebook-յան տարբեր օգտատերեր են, որոնք ընդդիմադիր անընդհատ մի պնդում են անում, որ այ ընդդիմությունը չունի ծրագիր, այ եթե ժողովրդին ծրագրով դիմեն, բան, ապա ժողովուրդը հիմա բոլորինի պատասխան պետք է նաև ուղարկել նախագահ Քոչարյանի վերջին նամանավանդ հարցազրույցը, որը առանձնացավ հենց ծրագրային լինելով, այսինքն կոնկրետ նշվեցին քայլեր, որոնք պետք է իրագործվեն, եւ ինչը ամենակարևորն է ինձ համար այսօր, նախագահ փաստացի հայտարարեց, որ ինքը պատրաստ է իր վրա վերցնել այս անմարդկային բեռը եւ կրկին ղեկավարել Հայաստանը դժվարագույն ժամանակաշրջանում։ Եվ եթե մենք նայում ենք ամբողջ քաղաքական դաշտի տեսանկյունից, ապա այսօր քաղաքական դաշտում կա մեկ անձ, ընդդիմադիր դաշտի մասին է խոսքը, որը բացահայտորեն հայտ է ներկայացրել, առաջարկ է ներկայացրել մեր ժողովրդին երկրի ղեկը ստանձնելու ուղղությամբ։ Սա շատ կարևոր է։ Երկրորդը, նախագահի ուղերձները բազում էին իհարկե այս հարցազրույցում, որոնք ուղղված էին ոչ միայն ներքին լսարանի համար, այլ նաև արտաքին լսարանի համար։ Այսինքն կարելի ասել, որ նախագահը կարծես թե պատրաստում է միջազգային հանրությանը նրան, թե ինչպիսի ղեկավար է լինելու նա։ Ընդ որում շատ կարևոր է, որ իր այդ թեզերի շրջանակում ինքը վերահաստատեց, որ Հայաստանը պետք է եւ պարտավոր է լավ հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, առանց կտրելու մեր հարաբերությունները մնացած աշխարհի հետ։ Սա շատ կարևոր է։ Ես միշտ ասել եմ ու շարունակում եմ ասել, որ այո, Հայաստանը պետք է ունենա դաշնակից կամ դաշնակիցներ, բայց Հայաստանը պետք է նաև իզորու լինի համագործակցել իր շահերի այլ երկրների հետ, այդ թվում լինեն դրանք ԱՄՆ-ն, թե Եվրոպական միության տարբեր երկրներ։ Նույնիսկ հաշվի առնելով, որ վերջի 7 տարիների ընթացքում իմ կողմից հիշատակված երկրները ոչ միշտ է, որ բարեդրացական հարաբերություններ կամ կանգ են դրսևորել Հայաստանի նկատմամբ։ Ի վերջո երկրի ղեկավարը չի կարող քմահաճույքով կամ անձնական նախասիրություններով վերաբերվել, հա, այդ գործին, ինչպես դա անում է օրինակ Նիկոլը։
Ինչ է անում Նիկոլը, խոսքի սա դուրը չի գալիս, սկսում է դա չշփվել, հա, օրինակ Լուկաշենկոյի մինչդեռ երկրի ղեկավարը նման բան պահված չի կարող ունենալ, որովհետև ինքը ներկայացնում է ոչ թե ինքը իրեն, այլ ներկայացնում է երկիրը։ Եվ շատ կարևոր մի շեշտադրում, որը կարծում եմ նախագահը արեց, դա անդրադարձներ կոռուպցիայի, այս իշխանության կոռուպցիայի դրսևորումներին։ Տես Բորիս, մի շատ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Կոռուպցիան Նիկոլի իշխանության Աքիլեսյան գարշապարն է, սա միանշանակ է, այսինքն իր տված բոլոր խոստումներից մնացել է կոռուպցիան, մնացած ոչ մի բանը չի արել, հասկանում ես, ոչ մի բանը չի արել, Արցախը հանձնել է, Հայաստանի սահմաններից հանձնել է, նախկիններից չի բերել, չի դատել, հասկանում ես, այսինքն մնացել է մենակ կոռուպցիայի դեմ պայքարը եւ իրանք ոչ կոռուպցիոներ լինելու բանը, պնդումը եւ այդ առումով փաստերը, որոնք նախագահ շեշտադրեց, թե արտաքին պարտքի աճը, թե օրինակ Ամանյանիֆի դեպքերը, որի մասին գրեթե բոլոր ընդդիմադիրները ամենօրյա ռեժիմով խոսում են, հենց այդ փաստերն են, որ հիստերիայի մեջ են գցել Նիկոլին եւ իր Իդեպ պետք է նկատել, որ նախագահ Քոչարյանը թվերը երբ հնչեցրեց, իրականում տեսանելի է նաեւ, որ այդ 7 միլիարդ պարտքը ոչ թե զարգացման պարտք է, այսինքն ինչ որ արդյունաբերական հզորություններ, ենթակառուցվածքների կառուցման, այլ ավելի շատ սոված չմնալու պարտք է։ Պարտք ինչ որ թոշակներ վճարելու, աշխատավարձեր վճարելու, որովհետև ուրիշ իրականում տեսանելի բան մենք չենք տեսել, այսինքն նույն հյուսիս հարավը չի շարունակում այն թափով, որը պետք է լիներ 7 միլիարդ պարտքի պարագայում, հա։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հատկապես ջղաձգվել էր սրանից, որ միանշանակ եւ ընդ որում ես ավելին ասեմ, որ Լևոն Քոչարյանի ելույթից հետո քչերը հասկացան, որ Աննա Հակոբյանը իր Facebook-ում իրեն դրեց փողոցայինի տեղ իր բառապաշարով։ Հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Ինչու՞։ Որովհետև ես դրա մասին ուզում եի խոսենք, ասենք, գիտեք, երեք երբ այս թեման քննարկում էինք, այսպես մեկնաբանություններում տեսա տարբեր քաղաքացիներ, ովքեր ասում, դե լավ, հիմա չեք տեսել հայողքին, տեսել ենք հայողքին, բայց նա երկրի ղեկավարի կին չի եղել։ Այսինքն ինչ որ փողոցայիններ, վատ դաստիարակություն ստացած մարդիկ, հա, ես չեմ պատկերացնում որևէ երկրի ղեկավարի կին, որ իրեն այսպես կդրսևորի։ Եթե անգամ կարող են լինել երկրների ղեկավարներ, որոնց կանայք փողոցայիններ են, հա, այդ վարկագծով, նրանց զսպում են, ասում են, դու կանցնես ստվերում, չգիտեմ, դու հրապարակային խոսքով հանդես չես գա։ Այսինքն սա մի կողմից, ես չգիտեմ դուք ինչով եք հիմնավորում, որ Լևոն Քոչարյանի ելույթի հետ է կապված, բայց ինձ համար մյուս կողմից արհամարական վերաբերմունք է դեպի հանրություն, դեպի իրեն լսող, թեկուզ իրենց հավատացողներ, հա, որովհետև խոսակցությունը իջեցնել այդ մակարդակի մնացել էր, չգիտեմ, ես կարծում եմ իզուր այդ կիսաբաց լուսամուտները փակեցին այդ հաղորդումը, կարելի էր Աննային ու Նիկոլին հաճախ հրավիրել այդ իրենց պատմություններով, չգիտեմ, տանձերի վրա ընկնելով, խոզերի ձայներ հանելով, լավ հաղորդում էր իրենց համար։ Տեսեք, Բորիս ջան, այսպես իմ դիտարկումը ասեմ, ինչպես եմ սրան նայում, Աննան եւ Նիկոլը երկուսն էլ ուշադրության կենտրոնում գտնվելու մանյակ են, բառից բուն իմաստով։ Այսինքն իրենց պետք է, որ իրենք անպայման միշտ ամենուրեք լինեն ուշադրության կենտրոնում, նամանավանդ սոցիալական ցանցերում։ Եվ դրա մի մասն է նաև այդ կրթվել է նորաձև է աղանդավորական շարժման, հիմա նայ դիտումներ կունենան։ Իրանք Լևոնի ելույթից հետո ով ինչ ուզում է ասի, ես իմ տեսածն եմ ասում, սոցիալական ցանցերում Լևոնը քաշեց ամբողջությամբ ուշադրությունն իր վրա, դա փաստ է, ընդ որում անկախ ԿՊԱ-ականների Լևոնի գնալուց հետո պատասխաններին ավելի շատ տարածվում էր Լևոնի խոսքը կամ ԿՊԱ-ականների պատասխանը, Աննան եւ Նիկոլը զգացին, որ իրեն կորցնում են սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողություն։ Դու ասել ես Աննա, մտի ու քրփի ժողովրդին։ Այո, Բորիս ջան, մի օր գա, կարող է մի օր, չգիտեմ, մերկ նկարներ էլ դնեն, այդքան որ մնան ուշադրության կենտրոնում։ Ընդ որում ասում եմ, որդին քիչ էր, մի հատ էլ հայրը հարցազրույց տվեց։ Իսկ որ հարցազրույցից հետո իրենք ընդհանրապես պանիկայի մեջ ընկան, որտեղ իրենք հասկանում են, որ երկու անձ, հայր եւ որդի, կարողացել են սոցիալական հարթակում շեղել ուշադրությունը Նիկոլենցից հանդեպ իրանց։
Բացի դրանից Ուրեմն 2018-ին հետաքրքիր մի հատ բան իջեցի, ընկերներիցս մեկի հետ քննարկում էինք սրանց այս հանրությանը սոցիալական ցանցերում զբաղեցնելու այս մանյան եւ եկանք այն եզրահանգման, իհարկե մենք չենք պատկերացնում, որ կհասնի հայոյանքի, բայց անկեղծ եմ ասում 2018-ին մենք պատկերացնում ենք, որ սրանք կարող է հասնել, որ հանրային ուշադրությունը մի քիչ պակասի, կարող է հասնել նրան, որ ասենք սկսեն բաժանության գործընթաց, իբր Աննան ու Նիկոլը բաժան, սերիալներ կան, չէ՞, բրազիլական։ Ժողովուրդը սկսի հետևել, չգիտեմ, ով էր Լեոնսիոյի քույրը, արդյոք, չգիտեմ, սրա հայրը նրա մայրը չէր, վերջում էլի կմիանան ու դա կլինի նախընտրական քարոզարշավ։ Իմ հիմա հենց դա է կատարվում, Բորիսյան, վերադառնալով թեմային, հենց սա է կատարվում, Աննան եւ Նիկոլը հասկացել են, որ ուշադրությունը իրենցից գնում է եւ ինչ ամենակարևորն է, ուշադրությունը իրենցից գնալով նաեւ ի հայտ է բերում կոռուպցիոն բազմակի սկանդալներ։ Իսկ կրկնում եմ Նիկոլի եւ Աննայի համար կոռուպցիան դա անցանկալի թեման է, որտեվ Նիկոլին դեռևս այսօր ընտրողների 99%-ը վստահում է, որ Նիկոլը կոռուպցիայի մեջ թաթախված չէ։ Եվ նման խոսակցությունները, լինի դա Անիֆի մասին, թե պարտի, թե մնացած կոռուպցիոն սկանդալների, միանշանակորեն լրջագույն հարված են հասցնում Նիկոլին։ Ընդ որում ասեմ քեզ, դրա դեմը պայքարելու համար Նիկոլը ուզած չուզած սկսելու է ձերբակալել թիմակիցների։ Ուզի չուզի այդ քայլին գնալու է։ Ընդ որում ասեմ, դա արդեն են գիծն է, որը անցնելուց հետո Իրան իր թիմում էլ սկսելու են այլևս չվստահել։ Ասում եմ, ես կասկած չունեմ, որ այս բաները փարատելու համար շատ հնարավոր է ընտրություններից արտահերթ թե գալիք օրինակի համար 2 շաբաթ առաջ Ավինյանին նենց ձերբակալեն, որովհետեւ մենք զարմանանք ոնց ձերբակալեցին։ Ասֆալտին քերելով տանեն։ Մասկեքով ժողովուրդը Նիկոլն էլ լինի, Աննայի հետ իրանք Շատ հնարավոր է, Բորիս ջան, այսինքն այս զույգը պատրաստ է ամեն ինչի հանուն իշխանության մնալու։ Արտաքին բոլոր մարտահրավերները իրենք փորձում են դիմավորել Թուրքիա եւ Ադրբեջանի օգնությամբ, ներքինը կոռուպցիայի դեմ պայքար։ Պարոն Վարդան, բայց եկեք համաձայնենք, որ միայն իշխանության մեջ չի, որ հանրային ուշադրությունը գրավելու, չէ՞ ուրիշ կողմ թեքելու համար պատրաստ են ակրոբատության։ Հիմա մենք տեսանք, այս մի քանի շաբաթ է քննարկվում այսպես կոչված անվստահության գործընթացի հարց կամ impeachment։ Ճիշտ ձևակերպումը անվստահության գործընթացն է։ Եվ ինչ տեսանք, պարզվեց մարդիկ, որոնք հայտարարում էին, որ ով ուզում է լինի Նիկոլից բաց, իրենք տեխնացու չունեն, կարևոր չի, միայն թե ստացվի impeachment-ը, այնտեղ ֆրակցիան էլ հայտարարում է, որ impeachment-ը ամենահավանականն է։ Հենց հայտնվեց տեխնացուին, չէ, մենք ոնց որ ուրիշ պլաններ ունենք։ Ու այստեղ կարծում չգիտեմ, ձեզ հետ խոսել ենք թե չէ, այստեղ եկանք այն համոզման, այն վերլուծությունները հաստատվեցին, որ այս գործընթացը, այս ակրոբատությունը, որ արվում էր, դրա միակ նպատակը թիրախը երկրորդ նախագահն ու Հայաստան Դաշինքն հիմա տեսնում եք օգտագործում են անդադ։ Չնայած օրինակ պատիվ ունեմ նա հրաժարվել իր հայտարարությունից առանց նախապայմանների քննարկում, բայց ասում են Ռոբերտ Քոչարյանը դեմ է Նիկոլի հեռացմանը։ Ընդ որում մարդիկ են խոսում, ասենք ԿՊԱ-ականներին համոզելուց, որոնց, չգիտեմ, ասենք երևի ամենավերջի մարդը ավելի հեշտ կհամոզի ԿՊԱ-ականներին, քան իրենք, որովհետև ԿՊԱ-ականները իրենց հետ ուղղակի առնչություն չեն ուզենա ունենալ, անձնական վիրավորանքներ են եղել, չգիտեմ, թիրախավորումներ են։ Լավ, ինչ էր էս, սա ինչ էր։ Նույն բանն է, ինչ Աննան ու Նիկոլն են անում։ Բորիս ջան, ես ու դու չեմ հիշում, 2-3 շաբաթ առաջ impeachment-ի գործընթացի մասին խոսել ենք, կարծիքս մնում է նույնը, նախ եւ առաջ ամբողջությամբ համամիտ եմ նախագահ Քոչարյանի հետ, որ այդ անվստահության process-ը հաղթանակի հասցնելու հնարավորությունը հավասար է գրեթե 0-ի։ Սա մեկ։ Երկրորդը անկասկած իհարկե թիրախավորվում էր նախագահ Քոչարյանը եւ Հայաստան Դաշինքը։ Ես չեմ խորանա պատճառների մեջ, որովհետեւ դա էլ անցած անգամ քո հետ խոսում էինք, ես ասեցի, որ բոլոր այն մարդիկ, որոնք իրոք ուզում են պայքարել Նիկոլի դեմ, պետք է մտածեն իրենց վարկանիշի մասին, քանի որ անխուսափելիորեն լինելու ընտրություններ արտահերթ թե հերթական։ Այսինքն նույնիսկ փողոցային պայքարի դեպքում, եթե Նիկոլը տա հրաժարական, Աստված տա այդպիսի բաներ, մեկ է լինելու են արտահերթ կամ հերթական ընտրություններ, որոնց ԿՊ-ի մասնակցությունը չի բացառվում, հասկանում ես։
Դրա համար ինչ է պետք անել։ Դրա համար ես չեմ ասում համախմբվել նախագահ Քոչարյանի հետ, ոչ։ Ես ասում եմ ամեն մի ընդդիմադիր ուժ իր տեղում թող աշխատի իր վարկանիշի վրա, որպիսի կարողանան կրկնել Գյումրիի սցենարը։ Հիմա ընտրությունը այդ թիմերը աշխատում են, բայց միակ թիմը, որը Նիկոլին փոխարեն թիրախավորում է Ռոբերտ Քոչարյանին, դա Սերժ Սարգսյանի փոխկապակցված ուժերն են։ Ցավոք Գիտեք, ես այսպեսի բան ասեմ, 2018-ին, եթե չեմ սխալվում, նախագահ Քոչարյանը մի հարցազրույց էր տվել, կամ 18-19, ասել էր հետևյալ բառերը, որ գալու է պահ, երբ որ դաշտում ստեղծվի կոնսենսուս -1 վիճակ։ Կարծում եմ նախագահ Քոչարյանը նույնիսկ իր ամենավատ երազում չէր պատկերացնում, որ այդ կոնսենսուս -1 վիճակում Հայաստանի ամայի պայքարող մնալու է մենակ ինքը։ Ինչու է հիմնավորումը որն է։ Տես իրոք շատ դժվար է պատասխանել այդ հարցին։ Ես օրինակ չեմ հասկանում ինչու են որոշ ընդդիմադիրներ սարսափում նախագահ Քոչարյանի իշխանության գալուց։ Իրոք չեմ հասկանում, կարող է ինչ-որ պատճառներ իրենք ունեն։ Ես օրինակ գիտեմ ինչու եմ ուզում նախագահ Քոչարյանը վերադառնա, որտեղ ես ուզում եմ ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Ես ուզում եմ երազել եւ հնարավորություն ունենալ ինչ-որ բան վերադառնալ Արցախ։ Այդ դրանից ելնելով ես ուզում եմ, որպեսզի նախագահ Քոչարյանը երկրի լինի երկրի ղեկավարը, որ ես երբ որ գնամ դուրս, գլուխս բարձր Է դուք ուզում եք, բայց քաղաքացիների մեծամասնությունը ուզում է։ Քաղաքացիների, հասարակ քաղաքացիների մասին խոսքը, դες բոլոր հարցումները ցույց են տալի, որ անդիմադիր գործիչների մեջ ամենաբարձր վարկանիշը նախագահ Քոչարյանի։ Բարձր վարկանիշ, բայց ոչ 50+։ 50+ այդ բան չկա, կարող է եւ չլինի, դրա համար միակ շանսը մնում է կրկնել Գյումրիի սցենարը, բայց կրկնում եմ, Բորիս ջան, մենք չգիտենք ինչ է լինելու, որովհետեւ նորից պետք է ասեմ, հոր եւ որդու հարցազրույցները ցույց տվեցին, որ ուղակի կոնվուլսիաների մեջ են ընկնում այս նիկոլականները, ուղակի խայտարակ վախի մեջ են ընկնում։ Հիմա ես չգիտեմ, կարող նախագահը մի քանի հարցազրույց վախը ստիպելու է իրենց անկանոն շարժումներ անել։ Ես կարծում եմ հակառակը պիտի ցույց տալ իրենց, որ վախենալու չենք։ Տես, ես դրա հետ համաձայն չեմ, վախենալու եւ չվախենալու հարցը չէ։ Հայաստան ունենալու եւ չունենալու հարցը։ Հիմա նախագահը իր անցած ուղիով որոշ մարդկանց համար վախենալու է։ Իրոք, հա։ Հիմա դրա դեմը ես չեմ ուզում պայքարել, վախում են թող վախենան, ես խնդիր չունեմ, որովհետեւ կրկին ասում եմ, իմ խնդիրը Հայաստանի Հանրապետություն ունենալն է։ Եվ այդ առումով եթե մենք տեսնում ենք, որ եղածը մեկ ասուլիսով, հետո մեկ հարցազրույցով եւ Լևոն Քոչարյանի ԱԺ նիստի ընթացքում ելույթով նման պանիկա է առաջանում, ապա մենք չենք կարող ասել, թե ինչ տեղի կունենա 1, 2, 3, 4 ամիս հետո։ Առնվազն մենք հիմա սպասում ենք, որ մի ելույթ, 1-2 ելույթ լինի, Աննան ու Նիկոլը կարող հանվեն։ Դե հիմա տենում ես, դա արդեն առաջընթաց։ Օրինակ, դա էլ չէ պետք է միշտ հիշենք, նախագահ շատ անհասկանալի բան ունի նախագահ Քոչարյանը, որը որ ինչ որ բարի ազդեցություն է ունենում մարդկանց։ Օրինակ հիշում ես Աննա Դանիբեկյանի արտաքին տեսքը մինչև դատավարությունը եւ դատավարության ընթացքում։ Շատ գեղեցիկ։ Մարդիկ մոռացել են, թե ինչ դրական ազդեցություններ ունեցել նախագահ Քոչարյանը դատավոր Դանիբեկյանի վրա։ Սա շատ հետաքրքիր է։ Ես կարծում եմ երկու հարցազրույց կարելի է, որտեղ ես մի քիչ քաշ գցելու կարիք ունեմ։ Չէ, հիմա նայ, Բորիս ջան, իրականում վերադառնալով իմպիչմենտի թեմային, ես մնում եմ նույն կարծիքին։ Ես մնում եմ նույն կարծիքի, որ մեկը շատ ավելի փոքր է 20-ից։ Եթե դուք կարծում եք, որ կարող եք 20 հոգու ստիպել, որպեսզի իրենք ստորագրեն ինչ-որ թղթի տակ, ապա միանշանակ ձեզ ավելի հեշտ պետք է լինի 1 հոգու ստիպել, որպեսզի ինքը հրաժարական տա։ Ես մնում եմ այդ կարծիքին։ Հակառակը ինձ դեռևս որևէ ընդդիմադիր գործիչ չի կարելի ապացուցել։ Ես հետևում եմ բոլորի հարցազրույցներին, հետևում եմ ով ինչ է ասում։ Ես չեմ տենում, հա, լոգիկան իրանց ասացի մեջ։ Երրորդ նախագահ ասում է, որ 3 դատարանի բակից ասում էր, որ դե հիմա 21-ին էլ վստահ չեք, որ հաղթելու ենք, բայց գնացինք, չէ՞։ Ասենք ինչի չի կարելի փորձել իմպիչմենտ։ Ընդհանրապես փորձի համար կարելի է մտնել քաղաքական նման պրոցեսներ։ Նայ 21-ի մասին, օրինակ վերջերս կրկին շատ եմ հանդիպում իմպիչմենտի այս process-ը սկսողներից մեկի Նարեկի անփառունակ անհասկանալի գրառումներին, որը անդադ մեջբերում է 21 թվականի ընտրությունները, ասում է հաղթելու ենք ասելով գնացիք մեզ տարակ կռվելու, բացի դրանից էլ խոստվեցիք, որ մտնում եք ազգային ժողով Նիկոլի ձերբազատվելու համար, ոչ են եք անում։ Հիմա նայ
Եթե դու քաղաքական դաշտից ընդհանրապես կամ քաղաքականությունից ընդհանրապես գոնը չգիտեմ 5 գրամ խելք ունես, ապա նման բան չես կարող ասել, որովհետև ես չեմ ճանաչում աշխարհում որևէ մարդ, ով գնում ընտրությունների պարտվելու։ Ու չեմ ճանաչում։ Դու տեսել ես որևէ ընտրապայքար, որում պայքարողներից մեկը մտնի եթեր ասի Ժողովուրդ ջան, իրար հետ գնում ենք պարտվելու։ Չնել առնվազն այդ պայի ֆավորիտը, ասենք։ Բաց չի լինում նման բան։ Ցանկացած մարդ, որը մտնում է ընտրապայքարի մեջ, պետք է ակտիվացնի իր ընտրազանգվածը։ Պետք է հույս տա իր ընտրազանգվածին եւ դա է ձևը։ Նույն ձևը Բորիս ջան, դա օրինակ փողոցային հանրահավաքներն են։ Դու չես կարող դուրս գալ փողոց ասել Ժողովուրդ ես գիտեմ մարդ չի գալու, բայց դուք եկեք։ Չէ, դու ես գալու։ Մեկը որ մարդ էլ գա չի ստացվել, ասում դու դուրս եկեք։ Հիմա parza որ ցանկացած հանրահավաքի հիմքում պետք է այդ հրորդաբանությունը լինի, պետք է մարդկանց համոզես, որ քեզ հավատան դուրս գան։ Հիմա 21-ի ընտրությունները ցավոք սրտի ավարտվեցին։ Չէ, ինձ գիտես ինչ դա զարմացնում, պարոն Վարդանյան, որ տեսեք Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում տարվա սկզբին հայտարարեց, որ չի բացառում որևէ սցենար, բայց չի բացառում նաև 2026-ի ընտրություններին մասնակցությունը։ Եվ ամբողջ թիլախավորումը սկսեց սրանից, որ այ տեսեք Ռոբերտ Քոչարյանը գնում է ընտրությունների եւ կարելի էր մի պահ իհարկե ծանոթ չլինելով այդ մարդկանց, ասել դե երևի թե անկեղծ են, այս մարդիկ ուզում են շուտ ազատվել Նիկոլից, չի ստացվում, շաբաթներ առաջ Արթուր Վանեցյանը արդեն հայտարարեց, որ ինքը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, ուր են այդ քննադատությունները։ Ինձ հետաքրքիր է, այստեղ արդեն միամիտները իհարկե դուք եւ ես կարծում եմ այն գլխից էլ հասկանում ենք ինչը ինչոցը, բայց միամիտները համոզում են, որ սա պարզ քարոզչություն է, սա պարզ տեխնոլոգիա է, որը գործածվում է երկրորդ նախագահի դեմ եւ նպատակը ամենևին Նիկոլից ավելի շուտ ազատվելը չէ։ Բորիս ջան, այ բացի ամեն ինչից մի բանի մասին էլ պետք է խոսենք, որ չի կարելի Հայաստանի վարչապետի պաշտոնի մասին խոսելիս չափել այդ պաշտոնը Նիկոլով, որովհետև եթե մենք ուզում ենք Նիկոլով չափենք, ապա օրինակի համար իմ տան շունը շատ ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլը։ Եվ եթե մենք ժողովրդին հրամցնենք այն գաղափարը, որ այ այս մարդը կարավար ով ուզում է լինի, չի կարելի այդպես։ Ես կարծում եմ, որ նման պայմաններում նաև վարչապետի տեխնացությունը ահռելի մեծ կարևորություն ունի, թե ով է այդ մարդը լինելու։ Ընդ որում Բորիս ջան ասեմ, ընդդիմադիր դաշտում կան շատ ու շատ մարդիկ, որոնք իմ պատկերացումով նորմալ վիճակում գտնվող Հայաստանում կարող են շատ հանգիստ վարչապետ լինեն եւ աշխատեն, բայց այս իրավիճակում հայտնված երկրում վարչապետ աշխատելու համար դու չես կարող լինել նորաթուխ քաղաքական գործիչ։ Դու պետք է ունենաս, դու պարտավոր ես ունենաս հանցածուղի, դու պարտավոր ես ունենալ փորձ թշնամու հետ բանակցելու, դու պարտավոր ես ունենաս փորձ միջազգային կապերը ստեղծելու եւ այդ ամենը հաշվի մեկը ազատիչն է։ Դες նախագահ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը որևէ պաշտոնի չի պատրաստվում առաջադրվել, բացի դրանից վերջի հարցազրույցում էլ ասաց, որ հանրապետական կուսակցությունը չի պայքարում իշխանության համար։ Հիմա այդ թեզի հետ ես այդքան էլ, դες ես այդ թեզի հետ այդքան էլ այդ թեզը չեմ հասկանում, երբ որ ասում եմ, որ մեր նպատակը իշխանափոխությունն է, ոչ թե իշխանության գալ։ Իշխանափոխությունը որևէ պարագայում չի կարող նպատակ։ Դες ես մտածում եմ ցանկացած կուսակցությունները ստեղծում են իշխանության գալու համար։ Այսինքն դա քաղաքագիտական բան է, էլի, օրենքա, տենց է։ Եթե դու ունես կուսակցություն, դու պարտավոր ես մասնակցել ընտրությունների, դու պետք է ցանկանաս գաս իշխանության։ Ես այդպես եմ կարծում, թե ինչ նկատի ուներ նախագահ Սարգսյանը չի գիտի։ Ես էլ կարծում, այդտեղ հետաքրքիր է նաև լրագրողների իհարկե վարկագից, որովհետև պետք է պարզաբանող հարցեր տալ, անկեղծ եմ ասում։ Երևի ինչ որ օրինակ դա հետաքրքիր կլներ, որովհետև եթե անկեղծ, եթե կուսակցությունը չես ձգտում իշխանության, այդ դեպքում քո եւ Պարի խմբակի տարբերությունը ո՞րն է, այսինքն Պարի խմբակն էլ չի ձգտում իշխանության։ Նամանավանդ գիտես խոսքը գնում է մի կուսակցության մասին, որը եղել է իշխանության։ Եղել է իշխանության եւ դրական իմաստով էլ ասեմ, որ հանրապետական կուսակցությունում կան տասնյակներ, եթե ոչ հարյուրներ մարդկանց, որոնք ունեն լրջագույն պետական կառավարման փորձ, հա, բավականին լավ մասնագետներ են եւ կարող են Հայաստանի Հանրապետության ապագայի մեջ ունենան լրջագույն դեր։
Հիմա այդ մարդկանց ստորադասել ասել մենք չենք ուզում իշխանություն Բայց այստեղ ես կարծում այո համաձայն եմ ձեզ, այստեղ ես կարծում պետք է նաև հանրապետականները արդեն մտածեն, որովհետև փաստորեն երրորդ նախագահ չունի իշխանության գալու հավակնություն, այլ հարց է ով ինչքան է հավատում, բայց մյուս կողմից այդ կուսակցությունը, թողեք այդ կուսակցությունը հանգիստ հավակնություն էլ ունենա, ուզենա իշխանության էլ գա, ընտրությունների էլ մասնակցի այդ մոտիվացիայով հաղթի կամ պարտվի, այսինքն այդ ինչ բան է։ Ես կարծում եմ ինչ որ պայի միևնույն է կուսակցությունը պետք է նաև հայտարարի իր հնարավոր վարչապետի տեխնացությունը։ Եթե դու քաղաքական պայքարի մեջ ես, օրինակ նույն իմ կողմից չսիրված Արտուր Վանեցյանը բառացի ասում է, որ ինքը պատրաստվում է, չեմ սիրում էլի, հա։ Ինքը ասում է, որ պատրաստվում է, չես սիրում, ես ինքը ասում է, որ ինքը պատրաստ է ստանցնել ՀՀ վարչապետի պաշտոնը։ Մարդը բառացի ասում է, 168-ի եթերում կարծեմ ասաց, որ այո, ինչու ոչ։ Երբ կուսակցության ղեկավարը, այսինքն Բորիս ջան, այլ կերպ չէր կարող լինել։ Մի այլ կուսակցության ղեկավար Վահան Բաբյանն էլ այդ այսօր պատրաստ է ինքը։ Դե դա նա դրա համար էլ ասում եմ, որ վարչապետի պաշտոնը չի կարելի չափել Նիկոլով։ Մի փոքր օրինակ բերեմ, հենց իմ վրա եմ բերում օրինակը 2009 թվականին չեմ ասում ում կողմից, բայց ինձ առաջարկվել էր նշանակվել Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության հյուպատոս։ 2009-ին ով կլներ նախագահով։ Չէ, չեմ ասում ով առաջարկել, բայց իմ պատասխանը գիտես ինչ էր, որ ես դրան պատրաստ չեմ, որ ըստ իս Լոս Անջելեսի կամ Կալիֆոռնիայի համայնքը Լոսում չեք եղել միջև այդ։ Շատ եմ եղել։ Ես ասել եմ, որ մեր համայնքը Հանրապետականը Քաթարում Մանվել Բադյանին նշանակել զուտ որ Չէ, նայ, ես դրա համար եմ ասում, որից երբևիցե ես չեմ համեմատել ինձ այլ մարդու հետ։ Ես իմ վրա եմ վերցրել, ասել եմ լավ, իմ տեղն է թե ոչ։ Ընդ որում պատասխանը շատ հստակ էր, ասել եմ, տեսեք, կարող եմ թե ոչ, միգուցե կարող եմ, բայց դա մեր Սփյուռքի ամենածանր համայնքն է, եւ ես կարծում եմ, որ այնտեղ պետք է աշխատի մարդ, որը առնվազն 20-30 տարվա դիվանագիտական փորձ ունի։ Հիմա նույնը պետք է անի հասարակության մեջ իրականում կրիտերիաները բաղական։ Հա, հիմա ես հարցազրույցների տակ ներողություն տեսնում եմ մեկնաբանություն այս կամ այն հյուրից գրում են այս է լավ վարչապետ կլինի։ Ես հարգում եմ բոլոր այն հյուրերին ում հրավիրում եմ մեր տաղավար։ Շատ երբեմն գրում են Բորիս ջան լավ կլինի դու ասի ես ծիծաղում եմ այդ առաջարկը։ Գիտես ինչի, որովհետև չի կարելի կրիտերիան այդքան նվազել։ Այո, մարդը կարող է լավ խոսա, լավ մտքեր ունենա, մարդը կարող է անգամ իր աշխատանքում լավ մասնագետ լինել, բայց վարչապետ դառնալու համար լրիվ ուրիշ ունակություն Դա եւ իհարկե կրկին համեմատություն ունեք, չի կարելի, եթե ապագա իշխանությունը պետք է նշանակի օրինակի համար տարածքային կառավարման նախարար, ինքը չի կարող որպես էտալոն վերցնել են Kinder Surprise-ին, բանին են, Մխիթար Հայրապետյանին, բարձր տեխնոլոգիաները, չի կարող վերցնել իրեն ու ասել դե իր այդ համեմատած Այս մարդը լավ։ Կամ ասենք նախագահից նշանակում ես ախպեր դե Խաչատուրյանն են բանի Դաշտամուր Կանանավակի լավ նախագահ է։ Թագու դիակետ նկարվել էր, այս նախագահ գոնե չի նկարվել, ինչ որ Թագու դրա համար Բորիս ջան, մյուս իշխանությունը նաև դրանով է ունենալու բավականին բարդ process, որովհետև անկեղծ լինենք, հա, միջև վերջ Երբ որ դու տեսնում ես, թե ինչ է կատարվում նշանակումների առումով կառավարությունում, նաև ընդդիմադիր դաշտում, որոնց մարդկանց մոտ ստեղծում է վիճակ, դե եթե Ավինյանը կարա քաղաքապետ լինի, ես Ավինյանից ինչով է, ես իրոք ուզում եմ, որպեսզի մեր հասարակությունը, ընդդիմադիր գործիչները բոլորը ոչ թե համեմատեն իրենց ամենավատ կառավարած մարդու հետ, այլ ամենալավ Այսինքն, եթե դու ուզում ես դառնաս օրինակ տնտեսական զարգացման նախարար, ոչ թե քեզ համեմատես ես հիմիկվա պիտուխի հետ, այլ համեմատես քեզ պատմության մեջ ամենալավ նախարարների հետ։ Օրինակի համար Կարեն Ճշմարիցյանի հետ համեմատես քեզ։ Հասկանաս, արդյոք դու կարող ես Կարեն Ճշմարիցյանի պես նախարար լինես։ Կամ կարող ես դու արդյոք, չգիտեմ, ուրիշի պես նախարար լինես։ Այսինքն, մեր համեմատություններն են, մենք պետքա ճիշտ անենք։ Եվ այդ առումով, ինչու եմ ես անընդհատ պնդում, ընդ որում պնդում եմ դա 2018-ի վերջից 19-ի սկզբից, որ ես տեսնում եմ միայն նախագահ Քոչարյանին որպես մարդ, ով կարող է Հայաստանը այս իրավիճակում դուրս բերել, ընդ որում Բորիս ջան, մի շատ կարևոր բան ասեմ, նախագահ Քոչարյանը ամենաշատ ձեռնտու մարդն է ԿՊ-ի համար իրենց իշխանությունից հետո։ Ինչու եմ դա ասում։ ԿՊ-ի բոլոր անդամները շատ լավ պատկերացնում են, որ իրանք լրջագույն խնդիրներ են ունենալու իշխանապողությունից հետո, լրջագույն, իրենց կյանքին կարող է վտանգ սպառնել։ Եվ այսօրվա անդիմադիր քաղաքական դաշտում միակ մարդը, ով կարող է ձեռը խփել սեղանին, ու ասել բոլորը զգաստ, դա Քոչարյանն է։ Իսկ ԿՊ-ականներ պարկեք։
Չէ, իրոք, որից դա շատ կարևոր հարց է, շատ կարևոր, ԿՊ-ն պետք է հասկանա, մոտեցման հարցը, որ իրենց պետք է մարդ, գուցե։ իրենց էլ է պետք մարդ, ով կկարողանա տիրապետել իրավիճակին, ով կզսպի սոցիալական տարբեր շերտերի միջև պատերազմական գործողությունները, ով կզսպի մարդկանց փողոցային վենդետա տեսնելուց, ԿՊԱ-ների հանդեպ ծեծելու։ Հացած այսինքն իրոք դա պետք է։ Հիմա եթե Բայց թույլ դա- մարդ գա իշխանության, դա- նա չի կարողանալու զսպի։ Հարցը նրան հարցը ԿՊԱ-ականների վերաբերմունքի մասին չէ, հարցը ձեր գնահատականների մասին, հարցը քաղաքացիները պիտի որոշեն արդեն։ Եվ եթե հատկապես խոսում ենք ընտրական process-ի մասին, քաղաքացիներն պիտի ընտրություն կատարեն։ Դες նախագահը շատ կարևոր բան ասաց, ինքը ասաց, ես այդ առաջարկը անում եմ։ Ես ինձ դնում եմ այդ զոհասեղանին եւ ասում եմ կամ կօգտվեք այդ առաջարկից, կամ ոչ։ Ավելին իրականության մեջ նախագահը չի կարող անել, որովհետեւ քաղաքական process-ները, նամանավանդ ընտրությունները ունեն շատ པարզ բան։ Դու որպես քաղաքական գործիչ անում ես առաջարկ, ժողովուրդը որպես ընտրող այդ առաջարկը կամ ընդունում է կամ մերժում է։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Ես եմ Վարդանյան, հետաքրքիր զրույցի համար ես շեշտում զրուցում եմ քաղաքական գործիչ Արա Վարդանյանի հետ, տեսություն կհանդիպենք։